Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, մենք անցյալ շաբաթ խոսեցանք թե ինչպես նախագահ Թրամփը մեծ հուսախաբություն ստեղծեց Պուտինի եւ Ռոբո Սերժա Կարեկինայի գործ շրջանագեններս եւ այդ հուսախաբությունը գհիմնավորվի օրս օրե ավելի գխորանա եւ այդ մասին հետաքային իսկ այսօր մեր հիմնական թեման գվերապերի Պուտինի ռսաստրուկ կորձակալներին Հայաստանի մեջ, ովքեր գչարաշահեն Պուտին բաբայի նեցուկ գանքնիլը օրինակ համար Կարեկին բն եւ մենք գիտենք արդեն բոլորս ալ իրազեկված ենք, շատերս իրազեկված ենք, թե ինչպես Կարեկին բն եւ իր գլանը ամենուրեք ոչ միայն Հայաստանի եւ նախկին սովետի դարաշրջանի մեջ, այլ նաև նույնիսկ այստեղ Արևմտյան Ամերիկայի մեջ գչարաշահեն իրենց լիազորությունները եւ գահալածեն անմեղ քահանաներ եւ աշխարհականներ, ինչպես կսեն եկեղեցականներ։ Այնպես որ այս մասին զարգացումներ կան, ինչքան որ ես իրազեկվեցա իմ զրուցակից հայտնի հրապարակախոս Ոսկե Մխիթարյանի գոմե։ Բիդարաչարգեի որ բարոն Մխիթարյան այդ մասին մեզ իրազեկե։ Բարոն Չապարյան, այսօրվա մեր խոսակցության նյութին առանցքը պիտի լա մեկ անհատ։ Բայց նաև պիտի անդրադառնանք ընդհանուր դխուր երևույթին, որ այսօր գոյություն ունի Հայաստանյաց առաքելական եկեղեցիներս։ Իմ գոչս պիտի լա հետևյալ նախատեսությունը. վերջ այս բռնագալության։ Այսօր իմ ցերքիս մեջ ունիմ կարևոր մի քանի փաստաթուղթեր, որ ինձի դրամատրվեցավ շատ անգերց սրդագից բարեկամի մգողում է, որ շատ մոտ է եկեղեցվո եւ մտահոգ է եկեղեցվո առաքելությամբ եւ եկեղեցվո ներգա քահավիժող վիճակով։ Այս նյութերը ավելի ճիշտ է գշոշափեն անհատմը Բարգեշտ վարդապետը, որ զոհ կացած է Կարեկին երկրորդ կաթողիկոսի բռնաբեդության։ Պիտի սկսեմ խորեն վարդապետ Հովհաննեսյանին, որում ես անձնապես չեմ ճանաչնար, բայց զիս կհուզե մանավանդ գարթալ է եւ իրազեկ լալ է իր նամակներու փոխանցագության։ Իր առաջին նամակը Հնդկաստանին վերադարձին գրած է ամենայն հայոց հայրապետ Կարեկին երկրորդ կաթողիկոսին։ Ուրեմն օգոստոս 6 2018 թվական նորին Սուրբ Օծություն դեր Կարեկին երկրորդ ծայրակուն բادرիարք եւ ամենայն հայոց կաթողիկոս Մայր Աթոր Սուրբ Էջմիածին Վաղարշաբաթ Հայաստան։ Վեհապար դեր 2015 թվական մարտին ինձ վդարեցիք մայրավանքից, զերգելով հացից, դանիքից, աշխատավարձից, թեղեր քնելու հնարավորությունից։ Քրոնիկ հիվանդությունով դարաբում եմ Հնդկաստանում անխոչ ծառայությանս դարիներից։ 42-ամյա վարդապետիս total ըստորացնելը, ջնշելը ու վարգապեգելը շարունակեց 6 ամիս։ Այսու բանջում եմ ցեզանից իմ ոտնահարված իրավունքների մասնագի ճագերտներում է չնչին վերագանքնում, բանջում եմ սեմ ժամկետում ինձ փոխանցել դարաբալից 6 ամիսներից ինձ հասանելիք մասն ու բաժինը 3 միլիոն հայաստանյան դրամ։ Խոնարհությամբ դեր խորեն վարդապետ Հովհաննեսյան։ Իր այս նամակին սեպտեմբեր 27-ին նամակ կստանա հոգեշնոր վարդապետը։ Դժբախտաբար իրեն ուղված Դիդրոսը վարդապետ Դիդրոս չէ, այլ
զինք կոչած են իր աշխարհական անունով։ Սեպտեմբեր 27-ը 2018-ը Նշան Հովաննիսյան Մայր Աթոր Սուրբ Էջմիածնում ստացվել եւ քննարկվել է օգոստոս 6 2018 թվագիր ծեր քրությունը։ Ծեր կողմից ներկայացված բանջներն ու մեղադրանքներն ակնհայտ անհիմն են եւ չեն համապատասխանում իրականությանը։ Եկեղեցական Աստաստանում ծեր ծառայության տարիներին դուք երբևէ զրկված չեք եղել ոչ հացից, ոչ դանիքից, ոչ աշխատավարձքից եւ ոչ ալ թեղորայք քնելու հնարավորությունից։ Ավելին, դուք մեծապես օգտվել եք Մայր Աթոր Սուրբ Էջմիածնի վարդապետ միապանի համար սահմանված կանոնական բոլոր իրավունքներից, ինչից դուք ինքնագամ կերպով հրաժարվել եք։ Ավելին, լքել եք ձեզ վստահված ծառայության վայրը, որի հետևանքով էլ 2017 թվականի հունիս 20-ին միանգամայն իրավավարչարորեն գարկալուց եք հրճակվել։ Հետևաբար, ըստորացված եւ վարկապեկված լինելու ծեր մեղադրանքն առնվազն զրբարդանք է, իսկ 3 միլիոն դրամ փոխհատուցում ստանալու ծեր բանջը ամբողջովին հիմնազուրկ։ Բարույր Քահանա Ավետիսյան, ներեկեղեցական հարաբերությունների գրասենյակի դնորեն։ Ավասիկ այս դխրա հրճակ բադասխանին իր բադասխանը գուտա մեր համեստ եկեղեցականը Խորեն վարդապետ Հովաննիսյանը նոյեմբեր 4 2018 թվականին նորին Սուրբ Օզություն Քարեքին երկրորդ ծայրակում Մադրիարք ամենանայոց կաթողիկոս Մայր Աթոր Սուրբ Էջմիածնին Վաղարշաբաթ Հայաստան Սեպտեմբեր 27 2018 թվականին Բարույր Քահանա Ավետիսյան ըստորակիր քրտությամբ Սովետահայ փողոցային երդասարտի ծեր հոգեգերդվածքին փնորոշ ցինիզմով մերժել եք օգոստոս 6 2018 թվական իմ արդարացի նամակ բանջը ճագերտներու մեջ չվճարված աշխատավարձքիս ոտնահարված իրավունքներիս մասնագի վերականգնում եւ փոխհատուցում իմ բանջը վերապերում է կոնկրետ ժամանակահատվածին 2015 թվական մարտեն օգոստոս ամիսներին երբ Մայր Աթոր վերադարձա Մայամար աքսորավայրիցս ուր pedagogan քարոզում է որ քրիստոնյան քող է բորնիգ է ու մարդասպան Մինչ հաջորդ աքսորավայրը Վրաստանի ադրբեջանական մարնվելի շրջանը իմ հերթական արդակսվելը ծեր փեզների ու ոսկիների սին парքից գուրացած չարությամբ ու ադելությամբ լծված բռնապարեցիկ ու ըստորացուցրիկ վարդապետիս արժանապատվությունը արդակսելով վրընդելով մայրավանքից զրկելով հացից դանիքից աշխատավարձից ու թեղեր քնելու հնարավորությունից հագարակ նրան որ դուք քաշադեղյակ էիք որ դարաբում եմ քրոնիկ հիվանդությամբ գես տարի շարունակ վարդապետիս ամմարտկայնորեն ընչազրկեցիք վերը նշված ժամանակահատվածում Մայր Աթորից չեմ ստացել ոչ մեկ լումա եւ ոչ մեկ նգանակ եւ դուք հանդգնում եք իմ արդարացի բանջը որակել հիմնազուրկ եւ զրբարդանք եթե հագարակը փաստեք հրաբարակով ծեր ոտքերը գուքամ
եւ գահամբուրը։ Իբրև սանցարցակ բռնաբեդ այս ամենն արեցիկ եպիսկոպոսած Թասի գրավարական ու լուր հայացքի ներքո։ Ծեր երջանկայիշադակ նախորդ գրավարականությունը հրճագել է իբրև 8-րդ մահացու մեղք գագնագե Քարեքին առաջին Գաթողիկոսին։ Ծեր քաղաքալության ամփարունակ դարիներին գրավորականությունը արաքինություն եք դարձրել, իսկ հնազանդությունը ստրգության վերածել։ Ով քոնե դուք գիտեք, լավ գիտեք Թրամիկինը, ծեր կյանքում ինչի որ հասել եք, Թրամով եք հասել։ Գուցե ազնին նպատակով եք քրբանս մտել։ Հավանաբար Աննա Հակոբյանին բարեգործական հաջորդ նախաձեռնությանը դարձյալ նվիրավորություն պիտի անեք։ Ագամայից հիշեցի Մեսրոպ Մութաֆյան Բադրիարքին, որ ծեր չարափաստիկ Գաթողիկոսության անրություններից 3 օր առաջ Սուրբ Էջմիածնի վանադանը ծեր աչքերի մեջ նայելով ասաց բնակալես եւ արհամարանքով հեռացավ։ Այսու ծեր քունեղ ըստորոքելիներուն բռնաբեդ անհավատ ամուսնացյալ քինախնդիր քեղարտակող եկավ ավելնալու եւս մեկ քրբանահադը։ Ծեր վերջին սնամեջ նամակում ասում եք, որ 2017-ին ինքնագամ հրաժարվել եւ լքել եմ իմ ծառայության վայրը։ Դարիներ շարունակ անցանցրույթ ինձ հալածել եք, միջոցների առաջ խտրականություն չեք կրել, որովհետեւ վարդապետիս կյանքը խորդագեք եւ ընտանիքիս թարնացնեք։ Հալածանքներից եկավ ավելանալու առողջությանս գդրուկ վատթարացումը։ Ու հիմա Աստուծուց չվախենալով եւ մարդկանցից չամաչելով ասում եք, որ ես ինքնագամ եմ հեռացել։ Դուք ծեր չարաթավ ունեն կապարո վարկակզով ինձ հասցրել եք դրան։ Հրճվանքով ու ցնծությամբ ընդունեցիք իմ հեռանալը։ Այլապես երբ առողջական լուրջ խնդիրների պատճառով մեկնեցի բուժման, դուք կամ ծեր գրասենյակից որևէ մեկը գեհետաքրքրվեր ինձնով։ Դուք հասակ ծեր նվադագին, բայց սատանան միան ճակատամարտում կարող է հաղթել եւ ոչ բادرազմում երբեք։ Ծեր բոլոր սին ջամարդակությունները չեն կարող ցեզ ազատել պատասխանատվությունից։ Այսօր իմ վերջին 2 ակսորավայրերում Մայամարում եւ Մարնելիում ռեզիդենտ հոգևորականներ չկան, այսինքն այդտեղ փնագող օդարամուտ բարեր են։ Աբացույց այն բանի, որ դրանք նախադեсված էին ինձ հալածելու եւ դարաբանք պատճառելու համար։ Խոնարհությամբ Խորեն վարդապետ Հովհաննիսյան։ Ավասիկ այս դարաբալից ապրուններեն յետք այս սիրելի հոգևորականը իր շունչը բռնած հասած է գարկմը հարազատներու մոտ Կանադա, Մոնտրեալ եւ այսօր ըստ այն բարեկամին, որ այս բոլորը ինձ դրամատրեց, գսե որ այս հոգևորականը, ազնիվ հոգևորականը բավական լուրջ եւ անցուկ վիճակ ունի։ Իր վերջին նամակը հայր խորենը ուղված Գաթողիկոսին, Քարեքին երկրորդին, գրած է 13 դեկտեմբեր 2024-ին, այսինքն մոտավորապես 3.5 ամիսներ առաջ։
Վեհապար Իլերումն ցեզ ուղված օգոստոս 6 2018 թվականի նամակից, որը քիչ առաջ ընթերցեցի, վերստին խնդրում եւ բանջում եմ ոտնահարված իրավունքներիս եւ ստորացված արժանապատվությանս չնչին վերականգնում փոխհատուցում այն է մինչև 31 հունվար 2025 արդեն անցած ժամանակը ինձ փոխհատուցել 3 միլիոն հայաստանյան դրամ իմ բանջը վերապերում է կոնկրետ ժամանակահատվածի 2015 թվական մարտ-օգոստոս ամիսներին, երբ մայր աթոռ վերադարձա Մայամար աքսորավայրից։ Մինչ հաջորդ աքսորավայրը Վրաստանի ադրբեջանական Մարենևի շրջանը իմ հերթական արդակսվելը ստորագրեցիք վարդապետիս արժանապատվությունը արդակսելով, վրընդելով մայրավանքից, զրկելով հացից, դանիքից, աշխատավարձից ու թեղեր քնելու հնարավորությունից։ Գես դարի շարունակ վարդապետիս ամմարտկայնորեն հալածեցիք, ընչազրկեցիք, վերը նշված ժամանակահատվածում մայր աթոռից չեմ ստացել ոչ մեկ լումա եւ ոչ մեկ նգանակ։ Երբ ընդանի շունը մեկ գիշեր դուն չի գալիս, նրա դերն անհանգստանում է, քունը գործնում։ 2015 թվականին վարդապետիս 6 ամիս փողոց նետեցիք իմանալով իմ քրոնիկ հիվանդության մասին։ Անկամ այն բարակայում շանդիրոտ չափ քթասրդություն չունեցաք, իսկ ես էլ մի շան արժեք չունեցա ձեր մոտ։ Անկութ եւ անակորույն ձեր ընթացքը ցուցաբերեցիք դեռ այն ժամանակ ճագերտներու մեջ մայր աթոռից արդակսելուց 20 օր առաջ, երբ Մայամար աքսորավայրիցս ցեզ ասացի, որ գացարանի համար որևէ միջոց եւ օժանդակող չի գա։ Ես ստացա ձեր հրեշավոր պատասխանը, հոգս չէ, մի բադիդակ, մի փալաս քցիր ու վրան քնիր։ Արդեն 9 տարի է իմ արևածագն ու մայրամուտը ուղեկցվում է ձեր պատճառած չսպիացող անարքանքի եւ ստորացման ապրումով։ Գռնակ հասկանալ ինչ է այս վարդապետին հոգեվիճակը։ Դուք ինձ սպանել եք, ոչնչացրել եք, խելել եք իմ ապրելու իրավունքը։ Ես չեմ ապրում։ Ես ուղղակի սպասում եմ մահվանս։ Ես սնվել եմ հոգեվարական լինելու համար։ Ձեր եւ ձեր ամիջական շրջապատի համար խորտ եւ դիզաղելի բաներ եմ ասում։ Քանզի ես չունեմ վաշխարուի, լումայափոխի, բրարաբի ցիրքեր։ Ես լուսաոթի կարեկին առաջին վիապարի արժանահամագարքի գրողն եմ։ Մեկ տարի նրա հետ նույն տանն ապրելով, նրան խնամելով, նրա ունեցած սերն առասված առ Հայաստան եւ Սուրբ Էջմիածին թաչված է իմ մեջ։ Մի վերջին անգամ ցեզ խնդրում եւ բանջում եմ, արիթեմ ընծերում խաղաղ եւ քաղաքագիր ճանապարհով թույզնին չափով ամոքել ինձ պատճառած չսպիացող ստորնացումն ու անարքանքը։ Վեապար, քաչ վստահ եղեք, որ մայր աթոռ Էջմիածին վեզի համար գմնա ու միշտ լիմնա աղբյուր ներշնչման եւ հույսի, սակայն ոչ դուք։ Քաչառողջության մաղթանոք Խորեն վարդապետ Հովհաննիսյան։ Այս խոսքերեն հետ սիրելիներ,
Ինձ նմանները միայն գրնան այս վարդապետին, քաչ վարդապետին ջագադեն ամփուրել։ Ճշմարտախոս վարդապետին։ Սիրելիներ, առաջին զոհը չէ Խորեն վարդապետը։ Եթե հետադարձ ագնարց մնենք, որու մասին շատ խոսած ենք, ես ալ բարոն Չապարյանն ալ 100-ը ավելի եկեղեցականներ նույն այս Թադաստանին արժանացած են քարեքին երկրորդ բռնկալի կողմը։ Չեմ ուզեր հայրաբեդ գոչումը նույնիսկ տալ այս բռնկալին, որ այսքան խեղճացուցած է եւ ըստորնացուցած է 100-ը ավելի արքեպիսկոպոս, եպիսկոպոս, վարդապետներ, քահանաներ, սարգսակներ, երբ վերջ պիտի դրվի այս բոլորին, ինչու գլարը հայ ժողովուրդը, այս վարդապետներ, այս եկեղեցականները ինձի քեզի պես ազնիվ ընտանիքները եկած են, զարայելու ժողովուրդին եկեղեցվո ջամփով, խորանի ջամփով, որովհետև հավատացած են եկեղեցվո առաքելության, իր վերջին դողերը արդեն հստակ են եւ հստակ կերպով գբացականչեցելով որ մայր աթորը կմնա սրբություն սրբոց բոլորիս հոգի մեջ, բայց ոչ դխրահարչակ աթորակալը, որ քնած է այդ աթորը։ Հետևաբար, սիրելի ժողովուրդ, ժամանակը հասած է, որ վերջ տանք այս բռնադիրության, բռնկալության, որովհետև այս բոլորին անմեղ զոհերը երթալով կշատնան։ Խորեն վարդապետի այս նամակները բացահայտելով նոր փոթորիկներ կստեղծվին մեր մեջ, որովհետև մեր շրջանի մեջ իր մանգլավիկներու կողմեկա հալածանք հոս կործող քահանաներու մասին։ Ագնարգեր ենք Սուրբ Սարգիս եկեղեցվո քահանա Դերբեդոսի մասին, Բաղրամյանին, որ կհալածվի դակավին, Ապլենդի Սուրբ Խաչ եկեղեցվո Դերքևորգ Հալաջյանի հալածանքը, Թաթուլ քահանայի հալածանքը, որ երկար տարիներ զարայեց Սանդիեգոյի ձուխեններս դակավին, ինչ կսպասեք այս եկեղեցիեն, եթե դուք դեր չգանքնիք սիրելիներ, ամեն անգամ կգրտնենք եկեղեցին սքեմավորը չէ, ինքը սպասավորն է, զարայողն է եկեղեցին, դուք եք եկեղեցին, դեր պիտի գանքնիք եկեղեցին եւ ըսելիք պիտի ունենաք, որովհետեւ այս վաշխառուները, այս բռնականները հերացվին։ Մի սպասեք, որ մեր ավանդական գուսակցությունները, որոնք այսօր ոչնչություն դարձած են, որովհետև իրենց գործերը ըրած վերջացած են, 21-րդ դարու բանջները, ակնկալիքներ ուրիշ են։ Դուք ցերկ պիտի առնեք այս բոլորը, որովհետև եկեղեցին դուք եք դերը։ Չկարծեք, որ միայն մայր աթորի հանդեպ է այս իմ հայտարարությունները, ոչ սիրելիներ, նույն թշպախտությունը կա նաև Գիլիգյան աթորեններս, մյուս նվիրապետական աթորեններս, մեր շրջապատի մեջ կան անիրավված վարդապետներ Արամ Գաթողոսի կողմը, չեմ հասկնար, որ ինչ սևի հոգևոր հայր են ասոնք, ուր այդ եղբայրությունը, ուր այդ սերը, որ պիտի քարոզեք, երբ քուրցի նման գփռնեք դուրս կնետեք։ Բարթև վարդապետ Գյուլիմյան հոս է, Վրույր վարդապետ Տեմիրջյան հոս է, Մաշտոց վարդապետ Չոբանյան այստեղ է, շարքը երկար է, բոլորանոնք որոնք անիրավ երբով դուրս տրվեցան եւ շատեր դակամին գահալածվին։ Չերգարեմ շարքը, բարձաբես միտքն է, այդ դխուր միտքը, որ մեր նվիրապետական աթոռներու ղեկավարները դարձած են բռնկալներ եւ ոչ հոգեվոր բեդեր, որոնք իրենց անցին օրինակովը պիտի դառնային հմայքը մեր եկեղեցու,
Մենք բոլորս որպես հավատացյալներ Հայաստանյաց արեկելական եկեղեցվով պիտի նայենք մեր դիբար եկեղեցականներուն, որոնց գլուխը պիտի լային մեր հայրաբետները ընդհանրակը։ Ես այսօր գահամարցակի մսելու որ մեր հայրաբետները փռնագար են ուրիշ բան չեն։ Եվ ոչ մեկ ցավով գարտարացնեն իրենց աթորը որպես հոգևոր բեդեր հոգնած ենք հայրաբետներ ծեր լոզունգներեն խորաններեն եւ փեմերեն ծեր արդասանած խոսքերեն որովհետեւ ծեր շրտնային ծառայությունները երբեք չեն համեմադիր ծեր կորձերուն հետ ուրիշ բան խոսիկ ուրիշ բան գնեք ծեր ազնիվ միապանները գահալածեք այս վարտաբետները քահանաները փոլորնալ այս ժողովրդին լումաներով հասակ արածեն վանքերու մեջ որովհետեւ ծառայեն եկեղեցու ջամփով իրենց ժողովրդին դուք դաբար զարնելով այս բոլորը գփորձեք փճացնել հանուն ինչի ավետարանի որեցի մեջ քրված է որ դուք որպես քահանայաբեդ իրավունք ունիք դաբալելու յուրաքանչյուրին անձը մերցնելու իր մեջ ինքնությունը որովհետև դուք այդ կգամենաք սիրելի ժողովուրդ այս մասին հաջող կխոսենք բայց ժամանակը եկած է որովհետև չկան այնպիսի բարձրաստիճան եկեղեցականներ մանավանդ եպիսկոպոսներ 4 հատ 5 հատ որ հավաքվին լրջորեն մտահոգված ասեն որ մենք եկեղեցին գուզենք բարեկարգել եւ որ չկան անոնք եւ իրենց հանգիստեն դուրս չեն ելներ այդ իրավունքը ցեզի կդրվի այսօր դուք պիտի կաք եկեղեցի եւ ծեր լավագույն օրինակը Քրիստոսն է մեր դերը ինչպես եւ որ եկավ դաջար եւ դեսավ որ լումայափոխներ աղավնեվաճարներ դիրոջ դաջարը շուգայի վերածած են սիրելիներ այս է պատկերը այսօր ամեն ուրեք ըլլա հոս ըլլա այլ դեղեր այս վաճառականները դուրս պետք է տնենք որովհետև չկան բարգեշտ եպիսկոպոսներ որոնք ունին քաջություն ելնելու եւ ասելու որ հայ եկեղեցին անտունտի եզրին չէ արդեն քլդորվելու վարը հասած է անտունտի եզրին հասած է մի խոսիկ փեմերեն հայրաբետներ որ հոն ենք կորձեցեք այդ ուղությամբ որովհետեւ եկեղեցին վերականգնի եթե դուք պիտի չկորձեք ժողովուրդը պիտի կա եկեղեցին դուրս պիտի տնե բոլոր այդ փերեզակները որոնք աստուծո դունը աղոթադուն ընելու դեղ վերածած են վաճառադան Շնորհակալություն բարոն Մխիթարյան եւ շատ ճիշտ ասիք որ այս բոլորի լուծումը այն է որ ժողովուրդը բարին իսկական առումով անշուշտ մգրդություն ստացած ժողովուրդը որովհետեւ Հայաստանյաց արաքելական եկեղեցու օրենսդրության համաձայն ան որ սուրբ մգրդությունը ստացած է մգրդված է որպես քրիստոնյա նովին կորձով եկեղեցու ձխական անդամ դառնալու իրավունք ունի եւ ոչ միայն ասենք ազատ աշխարհի մեջ այլ նաեւ Հայաստանի մեջ եւ նախկին սովետի տարածքին եւ այսպես կոչված բոլոժենին դուրս գցելու եւ ես կհավատամ խորաբես կհավատամ եւ իմ նման հավատացողներու թիվը բավականին երկար է շարքը բարեփոխտաբար եւ այնտեղ պիտի մենք ագանադես լանք բարթայեղեղ արշալույսին երկու նվիրապետական աթորները թշպախտաբար չեն ղեկավարվիր իսկական նվիրյալ հոգևոր եւ աշխարհական ղեկավարներու կողմէ այլ կղեկավարվին ամենան հայ կաթողիկոսության բարակային մաֆիայի կողմէ սովետա օսմանա հայկական մաֆիայի կողմէ որի բարակլուխները կարեկին բնեն հովնան չարքեպիսկոպոս Տերդերյան այստեղ արևմտյան Ամերիկայի
թեմեն, որ սովետականացված է եւ Մոսկվայի բռնագալ եւ մաֆիոզի առաջնորդ Եզրաս Չարքեպիսկոպոս եւ իրենց նմաններու գոմե եւ աշխարհականներու բարակային եւ այստեղ Արևմտյան Ամերիկայի մեջ եւ այնտեղ օրը բիլիկա մենք այդ աշխարհական գծորդները, որ անգլերեն գսեն enablers, բիզնեսին անուն ասկանուններ ներկայացնելու, որբեսի ժողովուրդը հարությունը իրազեկվի։ Իսկ մեծ ընտանեն գիլիգյո գաթողիկոսությունը, որ ուժի գոմե բռնազավթված է, եկեք բարձ խոսենք։ Սենյակի մեջ երկու փիղ կա։ Մեկ փիղը բոլշևիկ դարձած, այսպես կոչված Պուտինաբաշտ, ռսաստրուկ, հիմակվա բյուրոյական ղեկավարությունն է, որ ամեն գերբ բռնազավթած է մեծ ընտանեն գիլիգյո գաթողությունը եւ ադոր հետ երկրորդ փիղը սենյակի մեջ սորոսական տաշնակցականներն են։ Ալ պատկերացրեք ինչ վիճակի հասած է մեծ ընտանեն գիլիգյո գացությունը եւ այս բարակային մեր ժողովուրդը իրավազրկված է։ Ժամանակի եկած է որ բարին իսկական անունով ներխուժում գազմագերբենք եւ ամենան հայոց կաթողիկոսներն ներս եւ աշխարհի շուրջ դեղագայված թեմերեն ներս եւ ձուխերեն ներս նույնպես եւ մեծ ընտանեն գիլիգյո գաթողիկոսյան թեմերեն ներս որբեսի մեր ժողովուրդը վերագանքնե եւ ցերփազատվի սովետա օսմանյան բռնագալությունեն եւ այս բարակային սովետա օսմանցի հայերեն